Մենք Մարիամ եւ Վարդուհի Վարսավյաններն ենք։ Առաջի փուլին ընտրել էինք Queen Somebody to Love։ Քույրիկի հետ մեծ տարաձայնություններից հետո Ճիշտն ասած, անկեղծ լինեմ, ասեմ, որ ես ընդհանրապես չէի պարապել, բայց ժյուրիից կարծեմ Էմին ասել ակնհայտ է, որ քիչ եք պարապել։ Դա էր պատճառը, որ Մարիամը մի քիչ ավելի առանձնանում էր։ Այդ պահին այնքան ված զգացի ինձ, որ ասեցին դու ավելի շատ ես պարապել, քան քուրիկը, բայց լրիվ հակառակն էր։ Երկրորդ փուլ անցնելն ես կարծում էի, որ կանցնենք, որովհետև ճիշտ աշխատելու դեպքում մենք միասին կարողանում ենք երգել։ 4 աթոռի փուլը ինձ համար ամենաբարդ փուլն է, որովհետև նոր կազմված խմբերը իմ կարծիքով շատ լավն են եւ 50-50 մտածում կարող է անցեմ, կարող է ոչ, անկեղծ ասած երգը այդքանը չեմ սիրում։ Երգելու ենք Beautified Project-ի Butterfly երգը, այս անգամ քուրիկի ցանկությամբ ենք առաջնորդվում։ Կանեմ այն ամենը, ինչ որ այդ երգի հետ կապված կզգամ այդ պահին բեմում։ Տեսնենք ինչպես կստացվի։ Կոնկրետ ես ցանկանում եմ անցնել, որովհետև շատ եմ սիրում Գարիկին եւ այն պահից, որ իմացա Գարիկն է խմբի ղեկավարը, շատ ուրախացա ու միայն այդ իր հետ մի քանի փուլ թեկուզ աշխատելը ինձ համար մեծ ուրախություն կլիներ։ Ինձ համար նույնպես, ուղղակի քանի որ ժյուրի անդամներից Եգոր Գլումովն ու Գարիկ Պապոյանը ինձ թվում է ռոքետ ավելի կապված են, ինձ համար միևնույնն էր ում հետ կաշխատեինք Գարիկ թե Եգոր Գլումով, իրենց յուրաքանչյուրի հետ աշխատելը մեծ հաճույք կլինի մեզ համար, բայց եթե անգամ չանցնենք էլ երբեք չեմ տխրի, անգամ մի գրամ, որովհետև ես թեթև եմ վերաբերվում մրցույթներին, կարևորը ունեցա լավ ընկերներ, լավ ծանոթություն։ Butterfly
Վարդուհի եւ Մարիամ, շնորհակալություն։ Բարևներ Beautified Project խմբի տղաներին։ Երեխեք ջան, ուրեմն բաներ կան, որ շատ դժվար անել, թե մրցման այս փուլում, թե մրցման ֆորմատի ներսում, բաներ կան, որ չի կարելի անել, օրինակ կարող է դուք կամ ես ինչ-որ խումբ եմ սիրում կամ ինչ-որ երաժշտություն, բայց պարզապես չեն կարա էդի նենց ներկայացնենք, ոնց որ պետքն է։ Խնդիրը դրանում է, այսինքն ոչ միշտ է հնչում բեմի ձայն, ինչ որ սիրում եք դուք կամ ձեր խմբի ղեկավարը կամ չգիտեմ ում տատիկը կամ պապիկը։ Դուք կարող եք հիմա հիշել որևիցե ռոք խումբ, որտեղ որ երգիչները երկուսով երգում են։ Հիմա որ մի կես ժամ մտածենք, կարող է երկու հատ ռոք խումբ խնդրենք։ Դա ժանրի տեսակ է, որտեղ որ շատ դժվար է կիսել ձայները, փորձել գալասովկաներ անել եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն։ Դուք վերցրեք մի այնպիսի ոչ, որտեղ դա շատ հազվադեպ է լինում եւ ուզում եք այդ անել։ Այս երգը, որ խմբում երգում են տղաները, Անդրեն երգում է, իսկ մեր սիրելի երկու եղբայրները բեկեր ունեն կամ ետևից երգում են։ Դրա համար միգուցե սիրում ենք ռոք, բայց այսօր երևի թե ուրիշ բաներ պետք երգել, որը որ ավելի խմբային էր։ Այսքանը դաժան Գլումովից։ Շնորհակալություն։ Ես չեմ լինի Գլումովի պես շատ խիստ, ուղղակի կասեմ, որ այսօրվա ելույթը շատ ավելի պատրաստված էր, քան առաջին փուլում, ինչը ողջունելի է, այնպես որ ես երևի թե խնդրեմ, որպեսզի Անդրեն շարունակի։ Ես կուզենայի առաջին փուլից հետո, քանի որ եթե հիշում եք, ես ասացի, որ դուք խանգարում եք ձեր քույրիկին, ես այսօր իմ խոսքը իսկապես իմ կարծիքը փոխում եմ, որովհետև այսօր բավականին լավ ելույթ ունեցաք, ամեն դեպքում ինձ համար շատ հաճելի էր լսել ձեզ, որ դուք իսկապես լավ եք երգում և դուք չէիք խանգարում այսօր ձեր քույրիկին։ Մնացածը արդեն վճիռը կայացնելու է իհարկե խմբի ղեկավարը։ Մաղթում եմ ձեզ հաջողություն։ Շնորհակալություն։ Բաներ կա, որ չի կարելի չնկատել և չասել, բայց այդ բաները հաճախ լինում են համ լավը, համ վատը։ Դա համար եթե փորձեմ ասել լավը, պետք է ասեմ նաև վատը։ Չեմ կարող չասել, որ իրոք կար ահռելի աճ անցած ելույթի համեմատ, որտեվ անցած ելույթի վերջում դուք մեզ համոզում եք, որ դուք կարողանում եք երգել, երգելուց հետո եք բայց համոզում։ Այս ընթացքում երգելու ընթացքում դուք իրոք այդ համոզեցիք։ Շատ մեծ տարբերություն եմ զգում ձեր երգեցողության մեջ, երևի երգի ընտրությունը այն ժամանակ, եթե այս ժամանակ մի քիչ սխալ է Գոռի կարծիքով, այն ժամանակ ընդհանրապես սխալ էր ուրեմն։ Բայց Գոռի հետ եմ շատ համաձայն, մնացած ժյուրի անդամների հետ եմ շատ համաձայն։ Երգեցողության մեջ կար փնթյություն, նույնիսկ եթե երգը զգացել եք շատ ձեր սրտին մոտ, որտեղ անցած անգամ երկու տարբեր ճաշակային բևեռներից եք խոսում ու ասում եք, որ միջինը չեն գտնում, ես կարծում եմ, որ այս անգամ միջինը գտել եք։ Շատ մոտ եք երկուստ էլ, բայց երկուստ էլ թույլ եք երգում ավելի, քան պետք էր այս երգը կամ ընդհանրապես, պետք է բեմին երգել։ Ես ուրախ եմ, որ այս կարճ ժամանակում նկատվում է աճ, բայց մարդիկ կան, որ արդեն աճած եկել են։ Դա է խնդիրը։ Հասկանանք, խմբերի ղեկավարը տեսնում է արդյոք ձեզ Վարդուհի ու Մարիամ 4 աթոռներից մեկին։ Գարիկ, ձեր որոշումը, Մարիամն ու Վարդուհին գնում են տուն, թե նստում են և համալրում երկու աղջիկների հետ միասին։ Քո որոշումն է։
Մարիամ եւ Վարդուհի։ Դուք իմ քարյակում եք։ Էկ։ Շնորհավորում ենք։ Էլ ավելի բարձր ծափահարություններով Մարիամն ու Վարդուհին միանում են True Colours-ին։